Ողջույն, Հայոց հետքերով հաղորդաշարի հերթական շրջանակներում գտնվում ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում։ Դսեղը Լոռու մարզի գեղատեսիլ գյուղերից մեկն է, որ գտնվում է Հայաստանի հյուսիսում, Հաղպատի եւ Սանահինի մոտակայքում։ Իր բնությամբ, պատմական ժառանգությամբ, գյուղական կյանքի հետաքրքիր մանրամասներով եւ առանձնահատկություններով այն իր ուրույն տեղն ունի հայկական գյուղերի ցանկում։ Մեջբերելով Հովհաննես Թումանյանի խոսքերը, այն լոռու ձորն է, ուր հանդիպակաց, ժայռերը խորունկ, նոթերը կիտած, պետք է ասել, որ Դսեղը Լոռու մարզի ամենահայտնի գյուղն է, հնագույն բնակավայր, որի մասին հիշատակումներ կան դեռևս 7-րդ դարում։ Գոյություն ունի Դսեղ անվան ծագման երկու մոտեցում։ Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից առանձնացված զատված։ Եվ երկրորդ մոտեցումը ձորի գյուղերից տարբերելու համար Սարահարթի գյուղն անվանել են Դրսի գեղ կամ Դսեղ։ Միջնադարում Դսեղ գյուղը եղել է Մամիկոնյան տոհմի նստավայրը, ինչի մասին վկայում է Մամիկոնյանների տոհմային գերեզմանը։ Թումանյանական Դսեղում է գտնվում նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին։ Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին եւ կառուցված մատուռը, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Գալ Դսեղ եւ չհյուրընկալվել Գիքորի հայտնի դերասան Ալբերտ Խուլինյանի տանը չենք կարող։ Բեշկը փեդնիան է, գոր չմարսենք, հա։ 1982 թվականին Գիքոր ֆիլմը բարձրացավ էկրաններ, դառնալով հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերից մեկը, իր հուզականությամբ եւ որակով։ Անվանի դերասաններ Սոս Սարգսյանի, Գալյանովենցի, Արմեն Ջիգարխանյանի կողքին 11-ամյա Ալբերտ Խուլինյանն է, ով մինչ օրս էլ խոսում է ֆիլմի մասին մեծ սիրով եւ հիշողություններով։ Նա մեզ պատմեց ֆիլմի ստեղծման, հայտնի ապտակի եւ ստացած տպավորությունների մասին։ Ֆիլմը նկարահանվել է 82 թվականին։ Այդ ժամանակ ես 11 տարեկան էի, դպրոցում խաղում էինք, մեկ ելեկան ասեցին, որ Գիքոր դերակատարի են ման գալիս։ Տենց դպրոց երեխեքով գնացինք ուսուցչանոց, դպրոցում ուսուցչանոց կար, մի 10-15 հոգի երեխեքով։ Գնացինք տեսանք, այնտեղ արդեն Երևանից հյուրեր էին եկել, Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, Գիքոր կինոյի դերակատարի էին ման գալիս։ Ու առաջի հարցը Սոս Սարգսյանը ինձ ուղղեց, թե Ալբերտ ջան, դու ինչ գիրք ես կարդացել։ Ես էլ այդ ժամանակ դե 4-րդ դասարանում էի սովորում, ասեցի Գիքոր պատմվածքը։ Հիմնականում պատճառն այդ դարձավ, հետո հրավիրեցին Երևան, գնացինք Երևան Հայ ֆիլմ ստուդիա, արդեն իրանք ամբողջ Հայաստանով մեկման էին եկել, 7 հատ Գիքոր էին ընտրել Հայաստանի տարբեր տեղերից։ Մի փոքր դրվագով հանդես եկանք, ասենք ես իմ լոռեցու լեզվով, ամեկ իրանց լեզվով խոսացինք, ինձ ընտրեցին այդ ֆիլմում։ Հենց քաղաքը փող աշխատի, մեզանի համար մեր տեսակ շորտ պիտի վայրի։ Ամբողջ ֆիլմը 8 ամիս տևած, որից 2 ամիսը Թիֆլիս ենք նկարահանումներ արել Հավլաբար թաղամասում։ Այն մնացածը մեր գյուղը, աղբյուրը մեր գյուղը մավում, մոտակա գյուղերը, էլի տարբեր տեղեր ենք նկարահանվել։ Ապի, ծալավին։ Ով որ այդ դերասանական անձնակազմի հետ խաղա, բոլորի մոտ էլ լավ կստացվի, համոզված եմ, որովհետև այնտեղ Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, Սոս Սարգսյան,
Գալյանովեն, Շենի Ավետիսյան, բոլորը մեր ժամանակների այն լավագույններից լավագույնն են եղել, դրա համար ինձ համար ամեն ինչ հեշտ էր ստացվում։ Հիվանդության տեսարանը, որ պետք է նկարվեինք, մի քիչ դժվար ստացվեց, բայց էլի ստացվեց, այդտեղ Հենրիկ Մալյանը բոլորին հավաքեց, ինձ մի հատ համբուրեց, խնձոր տվեց, քաղցրավենիք տվեց, որպես լավ դեր տարավ։ Գիգոր։ Խոսա է, Գիգոր ջան։ Եկեջ, գալա, սան է, նան է, հապի։ Ստիեմ, Գիգոր ջան։ Մի հատ ընդհանուր նկարվեցինք Արմեն Ջիգարխանյան, Սոս Սարգսյան, Սերգեյ Իսրայելյան, Մարտուն Շահբազյան օպերատոր, ցավոք սրտի հիմա մեր անձնակազմից մենակ Հարություն Մովսիսյանը կա, մնացածը բոլորը կյանքից հեռացել են։ Ամբողջ ֆիլմը նկարել էր, մներ այդ մի ապտագի տեսարանը, որ պետք է Ջիգարխանյանը խփի, դե ստից փորձեր չէր ստացվում։ Հետո Հենրիկ Մալյանն եկավ ականջից ասեց Ալբերտ ջան, դու ասա Ջիգարխանյանին, բալքամ քեզ լսի, որ ֆիլմը ստացվի էլի։ Դե ամբողջ ֆիլմը նկարել են, ու էլ Ջիգարխանյան չի խփան, որ այդ մի փոքր դրվագը նկարի ու վերջանա ֆիլմը։ Նա գնացի ասի պարոն Ջիգարխանյան, դե մի սիլլայա կդիմանանք, գեղացի մարդ ենք էլի։ Այդ ժամանակ ատամս ցավ էր, ասի մենակ այն մի կողմը չխփես, այն մի կողմը կխփես։ Այդտենց մի իրար հասկացանք, ապտակեց, բախտս բերուց մի քանի անգամ չփորձեց, թե չէ դրվագնի կար մի քանի անգամ փորձեին։ Վայ, նանի Արտեմ ջան, ուրթի ջան, ես երեխեն, հանգստացի ուրթի։ Ու տենց ստացվեց, հետո ասեց ինչ է շատ սիրում, ասեցի ֆուտբոլ խաղալ եմ շատ սիրում։ Մի հատ գնդակ մեկ էլ սպորտային շորեր նվեր տվուց։ Հետո Ջիգարխանյանը լավ գնացինք Մոսկվա, իրան հանդիպեցինք մի քանի տարի առաջ, հայկական կինոյին նվիրված միջոցառում կար, ինձ էլ հրավիրեցին։ Վերջին անգամ դեղ եմ տեսել իրան, զրուցել ենք։ Գյուղը իր առօրյայով գրեթե չի տարբերվում մյուս գյուղերից։ Գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, դասեղում կյանքը խաղաղ է, կան նպաստավոր պայմաններ գյուղն էլ ավելի զարգացնելու։ Աշխարհագրական դիրքը, բնությունը թույլ է տալիս մարդկանց հյուրատներ կառուցել, քանի որ զբոսաշրջիկների սիրելին է դարձել այս գեղատեսիլ վայրը։ Ունենք մի մարդ Չատնածավան ասենք, քաղաքից գալիս են հարցնում Թումանյանի տուն թանգարանը որտեղ է, ասում է տուն թանգարանը այնտեղ է, բայց ինքը տանը չի։ Թողնում են հեռանը։ Թողնում են դե որ տանը չի ուր գնանք։ Բայց միամիտ մարդիկ էլ մեզ են միամիտ ասում, լորեց ոնց են միամիտ ասում, բայց դե լորեցին միամիտ չի իհարկե, բայց տենց են ասում։ Սրդաբաց են ուղղակի միամիտ չեն։ Սովորական լվան մենք կարտոշկեն, ասենք կեղտից անջատեմ, բարակ կտրտեմ ենք ու դնեմ պեշկի վրա ինքը տականում հա, Ներսա կպատրաստենք կտենակ, ինձ ձև ենք պատրաստում։ Հետո մոշի այգի ունենք, կարակ գնանք նայեք, տեսնեք, նոր ենք գցել, իհարկե դեռ բերք չենք ստացել, 26 թվին նրա բերքը եկամուտը կստանանք։
Մեր գյուղի հպարտությունը, մեր բնությունն է, մեր Թումանյանը չեմ ասեմ, ամբողջ աշխարհը գիտի ասեք, ոչ թե մենակ մեր գյուղին, այլ ամբողջ հայ ազգինն է, բարձանքն է Թումանյանը։ Հետո մեր բնությունը շատ հոյակապ բնություն ունենք։ Գյուղացիները ինչով են զբաղվել, անասնապահությամբ, վատն է, որ 750 հեկտար վայելահող ունենք, բայց չի մշակվում։ Պետության կողմից ինչ-որ մի բան պետք է էլի արվի։ Ֆոնդի հողերը այն մարդիկ են զբաղեցրել, որ խոտի տակ են թողում, դա որը չի կարելի այդ ձևի անել։ Բայց մեր ասելով, չէ՞, դա պետք է մի քիչ կառավարությունը ինքը իրան վերևից պետք է բան են, որ տան են մարդկանց ով որ մշակում է, հողը մշակում է։ Ես օրինակ մի հեկտար հողամաս ունեմ, բացի մի հեկտարը վարձակալել եմ ուրիշից։ Դա էլի ցանում եմ, բայց որ վարձակալը չլեի, ասենք մի բան էլ օգուտ կունի, ավելի շատ օգուտ կունի, էլի։ Հետո այդ վայելահողը չի կարելի բրախել խոտի տակ։ Այդ կասեմ ուրիշ։ Թե չէ նենց զբաղվում ենք, հա դե անասնապահությամբ ենք զբաղվում։ Այդ ձևի։ Կաթի մասին զրիչ չկա, ոչինչ լավ, բայց լավը որն է, այնքան էժանա, որ вообще չարժե կովի կաթը տալ այդ ձև այդ էժան գնով։ Դուք ասենք քաղաքի բանով առնեք, կասեք, կամ թանկ, բայց 120-130 դրամ կան մի լիտր կաթը, ջուրը քանի սա կես լիտրը։ Կես լիտր ջուրն իրանից ինչ ներկայացնում, կաթից թանկը։ Մենակ մեզանով չի ասենք լրիվ այդ ձևի բան են անում, բայց դե չի փոխվում ոչ մի բան։ Ուղղակի գյուղացու աշխատանքը չի գնահատվում։ Այդ է բանը։ Երբևիցե մտածել եք գյուղից դուրս գալու մասին։ Ոչ մի անգամ։ Ես քաղաքում չեմ կարա։ Եթե գնում եմ քաղաք էլ ասենք մի օր եթե երկու օր կամ Ռուսաստան եմ գնացել աշխատել, Ղազախստան եմ գնացել, բայց դե գեղինն է մնում, ընդյանը սուտ է, այնն է մերը չի։ Քու հայրենիքը պետք է ինչ անելու ես, քու հայրենիքը մանես։ Ունեմ երկու տղա, մեկ ամուսնացած է, երկու երեխա ունի, երկու հատ թոռ ունեմ։ Մեն մեկը չի ամուսնացել դեռ։ Էդ էլ ժամանակը կամուսնանա էլի։ Ձեզ համար մի քանի երգ կնվագեմ։ Ես Դսեղ գյուղից եմ, իմ հայրիկը Մոշի այգի ունի, դրանով զբաղվում ենք, ես Վանաձորում եմ սովորում գիթառը, դաշնամուրել եմ նվագում և հաճախում եմ սմրդ։ Գյուղում ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղում, դպրոցում։ Դսեղ գյուղում տեսարժան վայրերը շատ են,
որոնցից է մշակութային հուշարձան համարվող Ծովեր լիճը։ Հովհաննես Թումանյանը բազում անգամներ անդրադարձել է այս լճին իր ստեղծագործություններում։ Լիճը Թումանյանի սիրելի հանդիպման վայրերից էր, որտեղ հաճախ գալիս էին Ավետիք Իսահակյանը, Շիրվանզադեն, Վահան Տերյանը եւ այլն։ Գյուղի հնաբնակների խոսքով գեղատեսիլ այս լճակը սկզբում շատ փոքր տարածք է զբաղեցրել, հետագայում այն ընդլայնվել է։